Ես այդ փաստաթուղթը, որ հրապարակվել էր արտգործնախարարության պաշտոնական կայքում, նայեցի, ընթերցեցի, ընդ որում ամբողջ գիշերը լուսացրել եմ համեմատականները անցկացնելով բնագրի անգլերենի եւ հայերեն թարգմանության միջև։ Խայտաբղետ տարբերություն տիկին Սերենը։ Ես չգիտեմ արդեն որերորդ անգամն է, որ նման միտումնավոր գուցե սխալ թարգմանություն են անում կամ անգլերենին չեն տիրապետում, չկա մեր երկրում որևէ նորմալ թարգմանիչ, որ ագնն ունենա, կամ միտումնավոր են աղավաղում, որպեսզի խայծ կուլ տան, տեսեք, մենք Ամերիկայի նման գերհզոր պետության հետ հասել ենք հաջողությունների։ Բայց եթե բնագիրը կարդում ես անգլերենը, հսկայական տարբերություններ կան, հսկայական բովանդակային, որոնք կարող է սխալ թարգմանելու դեպքում եւ դա իմպլեմենտացնելու դեպքում մենք կանգնենք շատ լուրջ խնդիրների առաջ, այսինքն լեզվամտածողության եւ բառամթերքի ասիմետրիա կա։ Սա ֆիքս ենք ուղղակի։ Այդտեղ որևէ խոսք չկա, թե այս ծրագիրը որտեղ է իրականացվում։ Աշխարհագրությունը։ Ուր է։ Թրիփի աշխարհագրությունը։ Ուր է աշխարհագրությունը։ Հիմա շրջանակային համաձայնագիրը դա չի քննարկում։ Դա նշանակում է, որ դու նախապես պետք է բանակցեիր, իմանայիր ֆիզիկապես որտեղ է այդ ամբողջը։ Դիցուկ Արաքս գետի վրա, աջ կողմում, ձախ կողմում, այսինչ թփից 300 մետր հեռավորության վրա, այսքան լայնության, չպետք է հատվի, չգիտեմ, սահմանապահները, սահմանը մտնում են, չեն մտնում։ Եթե այս ամեն ինչի մասին խոսք չկա, նշանակում է, որ Ալիևը ճիշտ է, դուք բոլորդ սխալվեցիք, որ ինքը չի ուզում որևէ հայ զինվորականի կամ սահմանապահի անգամ երեսը տեսնի։ Հիմա անունը դնում եք, որ ամերիկացիք են գալիս, ռոբոտներ կգան, չգիտեմ, նոր տեխնոլոգիաներ, կամերաները կդնեն եւ այլ, փաստորեն այս իշխանությունը ստորագրում է կամ նախաստորագրում է մի փաստաթուղթ, որը ամերիկյան ճնշմամբ կամ ամերիկյան քողով իրականացվում է ամբողջությամբ այն նպատակները, որոնք Թուրքիան եւ Ադրբեջանը դրել են այս այսպես կոչված ճանապարհի հետ կապված։ Սա շրջանակային համաձայնագիր